պահերի գիտակցման խորը պատեհություն։ Երկու երրորդի եւ տեսեք, ես խոսել եմ, ես նախկինում խոսել եմ անկախության հռչակագրի մասին եւ ուզում եմ հստակ ասել, որ այդ քննարկումները, որ մենք ունենանք նոր սահմանադրություն, որտեղ հղում չկա անկախության հռչակագրին, դա մեզ է պետք առաջին հերթին, որովհետեւ դա նշանակում է այս տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր։ Ես էլի ասում եմ, եթե մենք մեր սոցիալ հոգեբանական եւ մտածողության մեջ դնելու ենք այն, որ մենք մեր տարածաշրջանում վերականգնելու ենք մեր պատկերացրած պատմական արդարությունը եւ մենք բան ենք անելու, գնալու ենք եւ իրագործելու ենք մեր պատկերացրած հռչակագրի պատկերացրած Արևմտյան Հայաստանի եւ այլն Լեռնային Ղարաբաղի եւ այլ ռազմավարությունները, դա նշանակում է ձևակերպել խնդիր Հայաստանի Հանրապետությունը կամ ըստ էության օրակարգ ձևակերպել Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելու մասին։ Ես սրա մասին խոսել եմ դեռևս քանի տարի առաջ հանրային ռադիոյին իմ տված հարցազրույցում, ասելով, որ սա իրոք պատմական պահ է եւ մենք պետք է այս ամեն ինչ հասկանանք։ Չէ, գիտեք, սահմանադրությունը փոխվելու մասին չի։ Խոսքը երկու երրորդը սահմանադրության մասին է։ Ես ուրիշ բան եմ ասում։ Եկեք այդ երկու երևույթները իրարից տարբերենք։ Ես ասում եմ, եթե այս ընդդիմություն եկավ իշխանության, ինչը ես իհարկե պրակտիկորեն բացառում եմ ժողովրդի հետ շփումների արդյունքում, ինչու է լինելու պատերազմ, որովհետև բոլոր այդ հիմնական ուժերը իրանք հանդես են գալիս խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու տրամաբանությամբ։ Այսինքն իրանք խաղաղության տակից հողը քաշում են, այդ նշանակում խաղաղությունը քանդվելու է։ Երբ որ խաղաղությունը քանդվի, լինելու է պատերազմ։ Շատ պարզ տրամաբանություն է։ Երբ որ ինչքան մեծամասնություն ունենանք, այդ թվում սահմանադրությունը փոխելու համար նորից կանենք հանրաքվե։ Մենք կգնանք մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք։ Մենք խնդիր չունենք։ Ես համոզված եմ, ինչի շուրջ մենք ազնիվ եւ արդար կերպով մեր ժողովրդի հետ խոսենք, մեր ժողովուրդը կհասկանա, որովհետև մենք մեր ժողովրդի ներկայացուցիչն ենք։ Մենք կայսերական ներկայացուցիչներ չենք, որ գանք մեր ժողովրդի հետ խոսանք, ժողովուրդը չհասկանա մենք ինչ ենք ասում։ Մենք մեր ժողովրդի ներկայացուցիչն ենք։ Իմիջիայլոց դուք նկատած կլինեք, որ տարբեր այդ թվում մարզային այցերի ընթացքում, երբ որ մեր շատ հարգելի քաղաքացիներ ասում են ժողովուրդը սենց, ասում եմ կներեք, դուք ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք։ Դուք կարող եք խոսել ձեր ընտանիքի անդամների անունից։ Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից խոսելու իրավունք ունեմ ես։ Եվ էլի ինստիտուցիոնալ որոշ կառույցներ, ովքեր դրա իրավունքը ունեն։ Բացի ժողովրդի լեգիտիմություն ունեցողներից, որը մեկը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի։ Կան սահմանված կառույցներ եւ պաշտոնյաներ, ովքեր ժողովրդի անունից խոսելու իրավունք ունեն եւ այդպիսի թիվ 1 պաշտոնյան Հայաստանի Հանրապետությունում այդ ընտրակարգով ընտրված Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Շնորհակալություն Շամփ հեռուստաընկերություն։ Վարչապետ Իրանի շուրջ տեղի